Հայրեգեսոր սերներ, Փառքուտանք Աստծո, որ Տերը շաբաթը ևս մեզի կյանք տվավ, շաբաթը ևս հավիտենականության մոտեցանք։ Այս շաբաթավերջը մայրերի օրը լալով կշնորհավորեմ բոլոր մայրերը եւ կմաղթեմ, որ իրենց քաշած նեղության վարձքը կարենան ունենալ, իրենց զավակները շնորհակալություն, ուրախություն, ծաղիկներ Դերը թող օրհնե, ուժ կարողություն դա համբերություն դա մայրերուն, բզդիկ երեխա ունեցող մայրերը դարբեր նեղություններ ունին, մեծահասակ երեխա ունեցող մայրերը դարբեր նեղություններ, մտահոգություններ ունին, բայց Տերը մեզ ամեն ուսալ մոտ է եւ մեզի հոգ կտանի, որովհետեւ մենք հագայնանք մեր զավակներուն հոգ տանել։ Աստեղը մեկ հատ ոդանավոր մգա գուզեմ գարտալ, մորս աղոտքը Քրեցամիել Բակալյան։ Հայր, ցերքդ սուրբ զիս ստեղծեց եւ վրավ։ Մայր, ինչպես է ամեն մայր, չեմ աղոթեր, որ զիս ընես շեն անցավ, բայց մայրության միշտ հարմար։ Չեմ աղաչեր, որ դղակս ընես տեր, հարուստ եւ դեր թիրքերու, բայց անպայման հավատքի մեջ աներեր, ազնիվ, խիզախ եւ հլու։ Աղջնակիս համար ով դեր, գաղերսեմ ոչ միայն քեղ մարմինի, այլ մանավանդ աստվածավախ եւ վսեմ կյանքի ընկերմը արքունի։ Զավակներուս հորը համար գաղոթեմ, Տեր բահեզայն, ըրե միշտ հուժգու, որ քու գողմե թարնա ամբրոց շամթին թեմ, ամբրոպներուն ահարգու։ Բաղադանք մնալ դանս համար ով Աստված, զոր գերդեցի ես քեզմով, թող սրդապեք ամեն մեկ հյուր խրոված, մերքով հանգչի անվրդով։ Օջախս այսպես թարնադաջար եւ փարոս, սախերջ թաղի սեթանոս։ Ասիկամոր մաղոտ կնե, որ դերը կործած է իրեն Աստծո փառքին համար։ Վիճարունենք մեր տասը, որ գսերդենք Աջիլ Աստծո հետ հարաբերություններու մեջ, ինչպես կրնանք մենք աճ ունենալ, մեծնալ, երբ որ զավակը գծնի, կուզես որ մեծնա, կնայես որ քաշը մեծավ, հասակը մեծավ, ուղեղը գլուխը մեծավ, եթե բզդիկ մնա, կմտահոգվես, բժշկի կտանես, քաջաջ է, անհաս է ասելով։ Հոգևոր կյանքի մեջն Աստված կուզե որ մենք աճենք, Քրիստոսի հասակին հասնենք կսե։ Անշուշտ թե Քրիստոսի հասակին լման բիտ չի գնանք հասնել, սակայն բիտ չանանք աճիլ հասնել։ Եվ այսօր հասած ենք 6-րդ տասը եւ աս տասին վերնակրին է աղոտքի մարդիկները։ Գիտեք, ամեն զինվորներ կան, որ պատերազմի գերտան, մարդի թաշտը գերտան, մարդիկ են, զինվոր են։ Մենք հոգևոր զինվորներ ենք եւ աղոտքի զինվորներ պետք է լինենք։ Ինչ կնշանակի աղոտքի զինվոր? Prayer warriors։ Այսինքն մեր խնդիրները եւ մեր թրացիներուն, բարեկամներուն, ընտանիքի խնդիրները աղոտքով կբայքարենք սատանայի ուժերու դեմ։ Մենք չենք գնալ պայմանել, սակայն մենք ադիգա Հիսուսի կբերենք եւ Սուրբ Հոգիով Աստված մեր դեղը կբادرազմի։ Քանի որ պետք է աղոթենք։ Ուրեմն աղոթենք, սկսելեն առաջ։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք Տեր, որ քու խոսքը Աստվածաշունչը մեր ցերկը տված ես, որպեսզի գայնանք քու խորհուրդներդ հասկանալ։ Տեր կխնդրեմ, որ այսօր մեր միտքը բանաս, մեր սիրտը բանաս, քու Սուրբ Հոգիովդ առաջնորդես, որպեսզի գայնանք քու խոսքդ հասկանալ, ընդունել եւ մեր կյանքի մեջը կորզատրել։ Փառքիդ համար ըլլա, մեր կյանքը քեզի կնվիրենք, Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Ուրեմն այսօր մեր համարը որ պետք է գարտանք, Սաղմոս 116 առաջին երկու համարներն են։ Սաղմոս 116։ Ուրախ եմ ես բասնի դերը իմ ցայնս աղաչանքս լսեց։ Բասնի անինգա իր ագանչը ինձի խոնարեցուց։ Ոստի բոլոր կյանքի մեջ անոր պիտի կանչեմ։ Այո, ամեն, շնորհակալ եմ։ 116-րդ Սաղմոսին առաջին երկու համարն է։ Հետաքրքիր է, որ հայերենի մեջ գսե ես ուրախ եմ։ Անգլերեն մեջը գսե ես կսիրեմ։ Հոստագը
հայերեն մեջ տագը գրված է Տերը գսիրեմ։ Կրնա երկու ձևով թարգմանվել։ Ուրախ եմ կամ Տերը գսիրեմ, քանի որ իմ ցայնս ու իմ աղաչանքս լսեց։ Երբ որ մեգումը բամը գսես, քեզի գնե, գսիրես այդ մարդը, քանի որ քեզի լսեց, մտի գրավ։ Ինչ կլնա, եթե դու բարեկամիդ կամ ամուսինիդ կամ դիկնոջդ հետ շատ քիչ խոսես։ Սակավ, երբեմն գլանանք։ Ինչ հարաբերություն ունենաս հետը։ Հարաբերություն չես ունենալ։ Բարեկամիդ հետ եթե շատ դարին մեկ անգամ խոսես կամ ադենը մեմը խոսես, հարաբերություն շատ չես ունենալ։ Նույնն ալ Աստծո հետ է։ Երբ որ Աստծո հետ չես խոսիր, հարաբերությունը թարած չես տալ։ Որչափ խոսես, որչափ եւ մեր խոսակցությունը աղոթելն է։ Որչափ աղոթես, այդչափ հարաբերությունը առաջ կերտա։ Ուրեմն մենք Աստվածաշունչի մեջ կծանոթանանք գարկ անցերու եւ անոնց աղոթքի կյանքը բիցերնենք այսօր տեսնալու համար որ ինչ ելին որ առաջ կացին անոնց օրինակեն բիցորվինք առաջինը բիդնայինք հավատարիմ Թանիելը Թանիել բադանի մներ իրեն երգիրեն քերի քնած եւ ոչ միայն քերի քնած այլև իրեն բոլոր ֆիզիկականը փոխեցին որովհետեւ թագավորին դունը գարենա ապրիլ խելացի լալ իմաստունը լալ եւ թագավորական կորձերուն վրա դեսու չլալ Ուրեմն Թանիելին պիտի գարտանք երկրորդ գլուխ ներողություն 20-23 համարները Թանիել խոսեցավ ուսա Աստծո անունը հավիտյան հավիտենից օրնյալը Վասանցի իմաստություն ուզորություն անոնք է Ադեններն ու ժամանակները փոխողը տակավորները վերցնողն ու տակավորները հաստատողները անիգայ իմաստուններուն բուդա ու հանճարներուն գիտություն Որոնք ու ծածկված բաները ինքը հայտնե մուտի մեջ եղած գիտե ու լույսը անորքով կկնակի Ես քեզի զորություն բարք կմատուցանեմ ով իմ հայր Աստվածը որ ինձի իմաստություն ու զորություն տվիր ու հիմա ինձի իցիր ինչ որ քեզ մե խնդրեցի քանզի թակավորը հանը մեծի գիծու Կեցուցիր, այո, շնորհակալ եմ։ Ուրեմն հոս Թանիելը Աստծո էությունը մեզի գարես թե գահիտնե գսե որ Աստուծմե է որ մենք ինչ ունենք, իմաստություն ունենք, հանճար ունենք, հասկացողություն ունենք, գիտություն ունենք, ասոնք ամենը Աստուծմե մեզի գուքան։ Գսե որ խորունք եւ ծածկված բաները եւ մութին մեջ եղածը, ասոնք այսքան քաղաքին բամը չի գա Աստծոքով, մեր խորհուրդները նույնիսկ Աստված կիմանա։ Եվ Թանիելը իրեն ամեն տեսակ թբրություն, հանճար, իմաստության, թասեր դրվեցան, բայց ինքը գսե որ ասոնք ամենը Աստծուց մեկ ուքան, Աստված է որ իրան գահիտնե եւ չէ որ աղոթեր էին ատկի առաջ, Աստված այդ երազը որ թակավոր տեսեր եւ մորցեր էր, Թանիելը հիշեց, Թանիելը տեսավ եւ Աստված իրեն նաեւ անոր մեկնությունը ցուցուց։ Թանիելին թե ոչ բոլորը պիտի մեռնեին Եթե Թանիելին Աստված չցցներ աս երազը, բոլոր իմաստունները Բաբելոնի մեջ մահաբաճի ենթարկված էին Նաբուկոդոնոսոր թագավորին ցերկով։ Ուրեմն ինչ կնանք սորվիլ այս աղոթքեն, որ Աստծո քոյություն մատուցանեն, քոյություն ու փառք կմատուցանեմ գսե, ով իմ հայերուս Աստվածը, որ ինձ իմաստություն, զորություն տվիր։ Երբ որ մենք կորձի կերտանք, մեր ոտքերում վրա ուժ գա, մենք չենք կնալ ասել, որ Մենք ասինչ բանը գերանք, ասինչ վիտամինը խմեցինք, ադորամար ուժ ունեցանք։ Ոչ, Աստված է որ մեզի ուժ տվավ։ Ուրիշ մարդիկ ադոն կուդեն գխմեն եւ ուժ չունին շատ անգամ։ Բայց այսինքն քոյությունը Աստծո պետք է մատուցանենք, փառք պետք է տանք Աստծո։ Մեզի աղոթել գսորվեցնե Թանիելը աստեղը։ Ատկեվերջը Թանիելը շատ բարձացավ։ Թագավորները փոխվեցան, Թանիելը մնաց եւ Թանիելին բադիվը եւ պաշտոնը բարձր եղավ եւ իրեն ադոր հետ միասին ինչ կուքա ընդհանրապես 4 կողմեն նախանց
Նախած եւ չարություն, ադի շատ ծավիտ են հանդեպ։ Գարթանք Դանիել 6-րդ գլուխ 10-11 համարները։ Ասան Թեսաղոնիկեի մեջ եղողները Չէ, ներողություն։ որոնք Աստծո խոսքը կատարյալ հոշարությամբ ընդունեցին եւ ամեն օր երկեր կքննեին թե այս բաները ճիշտ են։ Թունուր գարթացիր 17-րդ գլուխ 11-րդ համարը։ Okay, ադինգա պերիացինան։ Հիմա մենք Դանիել մի գարտանք։ Դանիել, ես կգարտամ մնաց չունի։ Դանիելի մարգարեությանեն 6-րդ գլուխ 10 եւ 11 համարները։ Երբ Դանիել իմացավ, թե հրովարտակը ստորագրվեցավ, իր դունը քնած։ Դանիելին հագարակ հրովարտակ մը ային, ասին որ ով որ թագավորեն զատ ուրիշ ովևէ մեկեն, բամը խնդրե, աղոթե, անիկա արուսներուն կուպը բինեդվի։ Ասիկա թարեհ թագավորին ադեն է, բառած պարսից թագավորության ժամանակ։ Բայց Դանիելը ինչ երավ։ Երբ որ դեսավ հրովարտակը թագավորը ստորագրեց, թագավորը չհասկացավ ինչ է եղածը, բայց ստորագրեց։ Իր սենյակին բադուհաները թեպի Երուսաղեմ փած էին, օրը 3 անգամ ձունգի վրա գալով գաղոթեր ու իր աստուն խոյություն կմատուցաներ իր նախկին սովորությանը պես։ Ուստի այս մարդիկը հավաքվեցան ու Դանիելը կդան, որ այդ աստուն արջև աղոթք ու աղաչանք կներ։ Ուրեմն ինչ եղավ։ Դանիելը նորեն իր սովորությանը պես բադուհանները փած, որ ամեն մարդ կնա տեսնալ իրեն, բարակույները չի կոծեց։ Նո, փած, համարսակ ձևով գնաց Ձունգի քալով, ձունգի քալը կարևոր է երբեմն։ Եթե գրնաս մարմինդ կդանի քեզի, իր մարմինդ կդանի քեզի, ձունգի քալով աղոթքին մեջը դարբեր օրհնություն մգա։ Ձունգի քալով գսեի օրը 3 անգամ իր աստծուն քոյություն կմացա եւ այդ մարդիկը տեսան։ Այդ մարդիկը տեսան եւ ինչ եղավ, վերջը պատմությունը գիտեք, Դանիել արուսներուն կուպը ինգավ։ Բայց անշուշտ է ինչ վիդեալար արուզներուն կուպը ինգերը կամ գրագի մեջը ցկերեն երբ որ Աստված քեզի հետ է վախենալու պետք չունիս Ճշվարություններուն փախած ժամանակը Դանիելը գաղոթեր թեև անոր ցանկին վտանգ կսպառնար անհետևողական եւ համառ գերբով գաղոթեր օրը 3 անգամ Անոր աղոթքը ֆիզիկական գործողություն էր Ձունգի գիշնար, կենտրոնանալ եւ քոյություն եւ աղաչանք կներ։ Ուրեմն, երբ որ աստեսակ աղոթքը գլսես, ինչպես կնասե, որ ես չեմ աղոթեր, կամ ես չեմ ուզել աղոթել, կամ մեկ անգամ աղոթեցի կփավե, ինձ յանակ եղավ, երբ որ ես պիտի ապաշխարեի, քարոզիչ ինձ որ աղոթե ես աղոթել եմ ասի արդեն։ Մարդը ետ չգեցա, մեկ անալ ասավ, աղոթես, ասի ես արդեն միտքես աղոթել եմ։ Ըսա որ նորեն աղոթե էսավ, երորդ անգամի Սուրբ Հոգին ինձի անանքմը այցելեց, ըսի որ գարժեմը իմ կյանքս մինչև ասենք թե 60 տարի պիտի ապրիմ, Փառք Աստծո 5 տարի ավելի կապրիմ գոր։ Եթե ասենք թե 60 տարի պիտի ապրիմ, այս աշխարհին համար գարժե կյանքս ապրիլ հավիտակայինը գործընծնել եւ այնտեղը ես ապաշխարեցի։ Աղոթքի ժամանակ աղոթաժողովին մեջը մեկը ինձ իսա որ աղոթե եւ ես ուզեցի փախիլ աղոթքեն բայց երբ որ չի փախա այն ադենը մեծ օրհնություն ստացա Աստված իմ կյանքս լման փոխեց եւ մինչեւ հիմա ինձ բահեց ով գիտե ինչ կրնա ելալ մինչեւ հիմա բայց Փառք Աստծո որ դերը ինձ աղոթքի միջոցով ինձ ապաշխարության հոգի տվավ եւ ինձ փորձառությունը տվավ եւ փրկության փորձառություն տվավ ուրեմն Ոյ մեկ բան չունենք արդարացնելու որ չենք աղոթեր Մենք փերանը փանանք եւ աղոթենք Աստված մեզ ամեն ինչ կուտա շնչելու օդ կուտա ուդելու իրավունք կուտա մենք չենք գնալ շնորհակալություն ասենք Աստծո Համը մի խորիր որտուն հիանալի ջարեր պիտի արդասանես աղոթքիդ մեջը չէ ասե որ շնորհակալ եմ Տեր Աստված կյանքիս համար շնորհակալ եմ Տեր Աստված ինչ որ դվիր ինձի Շնորհակալություն հայտնե, փամը մի էսեր։ Ուրիշ փամը չես կնարսել, շնորհակալություն հայտնե։
Երբ մեր կյանքին մեջը փամը ինչ որ բան շիդակ չէ, շատերս կքանքադինք։ Մեր ընկերոջը գերտան կքանքադինք։ Մեկ հատ մը ընկեր գարնե ունինք, որ մեր քանքատները անոր կբատմենք, երբ որ նեղության մեջ ենք։ Բայց ցեզի լավ բան ասեմ, ում հետ կրնաս այդ քանքատներդ կիսել, Աստծո հետ։ Էլեմայտը գսե աղոթքը սիրտը փացել է Աստծո առաջ, ինչպես ընկերոջդ։ Ընկերոջդ հետ կրնաս կոր ամեն բան խոսին, Աստծո հետ խոսիր։ Աստծո բատմե ամեն ինչը որ կբատմես ընկերոջդ։ Ավելի օգուտ կնա քեզի։ Հոս մեջբերում նեմ գին մգայղեր, քարոզիչ եկեղեցի գերտադունգու, քարոզիչը գսե որ դու աղոթես չէ, գսե ժամանակ չունիմ աղոթելու։ Վերջը գսե չեմ թե ինչ աղոթեմ։ Մարդը գսե որ դու ինչ կնես, գսե ես սոփ օպերա գսիրեմ դիդել։ Գսե քարոզիչը սոփ օպերայդ ինչ որ գտիդես, հետաքրքիր է քեզ ժամանակը ադոր գուտաս, ադիկա գսե բատմե Աստծո։ Իրավ գսե գնիկը անակ կլամը։ Գսե գնա։ Ասկինը գսե գփորձեմ։ Քանի ամիս վերջը, 2-3 ամիս վերջը, բադբենի նորեն գտեսնա իրեն, գսե որ ինչպես է գսե սոփ օպերայը գտիդես կոր, չէ գսե հետ ժամանակ չունիմ սոփ օպերա դիտելու գսե։ Հիմա գսե մարդիկ տելեֆոն գնեն, իրենց հետ կաղոթեմ, այցելության գերտամ, իրենց հետ կաղոթեմ։ Աղոթքը քո կյանքդ կփոխի։ Թիմացինին ալ հետ կփոխի։ Եվ քեզի գաբրաբանթե քու հավատքիդ մեջը խաբարին թշտամիներն քեզի գաբրաբանթե 91-րդ սաղմոսը գսե չէ։ 91-րդ սաղմոսին մեջը գսե որ քու փեդուրներով զիս պաշտպանե։ Փեդուրը ինչ է։ Բայց օրը գին մգկալե ասաղմոսը գարտացեր է դուրս գելե երեգո է գկալե գտեսա երկու հոգի եդևեն կան գտեսա իրեն պիտի գողոպտեն գսկսի փարսացան գուզե հիշել սաղմոսը բայց միայն հիշե որ քու փեդուրները ձեզ պիտի պաշտպանես եւ գսկսի ասել քու փեդուրները ձեզ պիտի պաշտպանես քու փեդուրները ձեզ պիտի պաշտպանես ասանք փարսացան ասանք կսե քանի անգամ մենա գնայ անոնք փախեր կացեր են մարդիկը վախցեր են ցկեր կացեր են իր մե տեսա որ Աստծո խոսքը իրեն կպաշտպանե աղոթե մի վախնար հնազանդությամբ ծունգի իջիր եթե ֆիզիկապես կնաս ինչ կերպ կուզես աթորին վրա նստած անգոյիդ մեջը բարգած ամեն ձևով Աստված քո աղոթքը կլսե Երբ որ ծունգի գուքաս կսես որ ես կխոնարիմ քո արջևդ ադիգա դեսակը ֆիզիկական խոնարհություն մնե ուրիշ հատվածներ երբ որ գարտանք կտեսնանք որ մարդիկ իրավ ծունգի գուքային աղոթած ադեն շատ մտեղեր Կորս կարակելոց 20-րդ գլուխ 20-րդ 36 համարը Ասում Իսեղոնիկեն մեջ եղողներեն ավելի ազնիվ մարդիկ էին, հա որոնք Աստծո խոսքը գադարյալ օժարությամբ ընդունեցին և ամեն օր երկեր կքննեին թե աստաները ճիշտ են։ Այո երբ որ Սուրբ Գիրքը գլսես մտիկ կնես Աստծո խոսքը լավ է որ անիգա քննես նայես որ շիրակ եմ ասածը Երբ ասիգա ասավ, անոնց ամեն հետ ծունգի վրա կալով աղոտ կրավ։ Ամեն հոսքը դեսնանք, որ Բողոսը հրաժեշտ կուտա ժողովուրդին, պիտի երթա, եւ Բողոս առաքյալ ինքը ծունգի գուկա եւ գաղոտ է։ Ադի մեկտեղ Պետրոս ամենը դուրս հանելով ծունգի վրա եկավ ու աղոտ կրավ եւ դեպի մարմին թանալով սավ Դավիթը ելիր գայնե անալ իր աչքերը բացավ ու Պետրոսը տեսնով ելավ շիդակ նստեցավ Կինը մեռեր էր երբ որ Պետրոս առաքյալ եկավ ծունգի եկավ մեռած կնոջ առջև աղոտ կրավ Աստված ատկինը ողջնցուց ետ ոտքի ելավ անիգա
մեկ քանի մտեղեր ձունգի քալու մասին գուզեմ որ գարտալ Ղուգաս 22:41 Եվ ինք անոնց մեզ զատվեցավ քարընկեցի մեջ չափ ու ձունգի վրա քալով աղոտ կներ ասյալ Հիսուսն է Հիսուս Գեթսեմանի բարձին մեջը ինքնա ձունգի եկավ ինքնա գաղոթեր Ուրեմն աղոթքի ժամանակ գայնա ծլալը աստանձի ժամանակներում մեջ ընդունված էր եւ սովորական բաններ անիկա Մարդիկ կան որ նստած գաղոթեն, մարդիկ կան որ գխոնարվին թեմփով քեդինը, թեև այսիր ավելի քիչ կապված աղոթքի հետ, ավելի կնշանակի որ մենք հնազանդ ենք Աստծո քերակույնին արչեւ։ Որն է քու սովորական աղոթքի ցևը, գնալա որ նստած գաղոթես։ Ես կսիրեմ ձունգի կալ եւ գլուխ սալ կոծել։ Չեմ գիտեր, դարբեր ներգայացումը ինձի գուկա երբ որ անան կլա։ Բայց կարևոր չէ։ Կարևոր որ ակնածանքով, երկյուղազությամբ, խոնարհությունով եւ հավատքով աղոթքի կանք։ Ուրեմն Աստվածաշունչը մեզի գսե որ անդադար աղոթ կրեք։ Առաջին Թեսաղոնիկեցին մեջը գսե 2:70 Անդադար աղոթ կրեք, ամեն բանի մեջ գոյություն տվեք, վասի ասե Աստծո գամքը Քրիստոսով ցեր վրա։ Անդադար աղոթք ինչ կնշանակի։ Ինչպես կրամ անդադար զունգի չեմ գնարկալ, կորզի պիտի երթամ եւ այլն, չէ։ Բայց օթոկը քշես, քշածադենը կրնաս փոխանակ մյուսներուն նայելու որ ինչպես կքշեն, դու Աստծո հետ աղոթե։ Գերագուր եփածադենը Աստծո հետ աղոթե։ Ինչ որ գնես, Աստծո հետ խոսիր ադոր մասին։ Կյանքիդ մեջը գտեսնաս որ շատ տարբերություն կա։ Շարունակ աղոթքի ետևե եղեք, անոր մեջ արթուն մնալով քոհությամբ եւ հռոմեացիներուն մեջ Հռոմեացիս 12:12 Հույսով ուրախ եղեք, նեղության մեջ համբերեցեք, ըստեպ աղոթքի գեցեք։ Ըստեպ ինչ կնշանակի։ Արագ, շուտ։ Մի էսեր որ արդուն պիտի աղոթեմ, քիշերը պիտի աղոթեմ։ Կամ կարելի ադիա չեսներ, չեմ գիտեր։ Բայց քոնե արդու աչքդ կփանաս աղոթե։ Եվ ընդհանուր օրվան մեջ աղոթքով շարժիր։ Հիմա հետաքրքիր է հոս մարդ մգար ենով կանունով։ Ենովքը չրեղեն առաջ ապրեցավ։ Ծրընթոց 5-րդ գլուխ 20-րդ 24 համարներն է։ Ով ունի ադիգա։ Ես ունեմ։ Հա գարտաճիս։ Ենոք Մատուսարան ծնանել են եւ 300 տարի Աստծո հետ քալեց եւ դղակներ ու աղջիկներ ծնան։ Ենոք բոլոր օրերուն 365 եղան։ Ենոք Աստծո հետ քալեց եւ չէր գիտեր քանզի Աստված Արազանիգա։ Okay, ապրիս, շնորհակալ եմ։ Ծրընթոց 5-եր, չէ։ Ծրընթոց 5-եր այ։ Ենովք 365 տարի ապրեցավ եւ Մաթուսաղան ծնավ գսե։ Մաթուսաղան ամենեն երկայն ապրող մարդն է։ 969 տարի ապրեցավ Մաթուսաղան։ Այն տարին որ Մաթուսաղան մեռավ, ջրհեղեղը եղավ։ Ուրեմն Ենովքը Մաթուսաղային հայրն էր։ Մաթուսաղան ծնել են վերջը 350 տարի Աստծո հետ քալեց գսե։ Այնպես քալեց, այսինքն ամեն վարյան Աստծո հետ կխոսեր։ Ամեն վարյան Աստծո հետ կապ ուներ։ Տղաներ աղջիկներ ծնավ, այդ երեխաները իրեն աղոթքի կմղեին։ Ես հիմա գսեմ, քանի երեխա ունես, աչափ ավելի շատ կաղոթես։ 2 հատ ունես, 2 հատի համար կաղոթես, 10 հատ ունես, 10 հատի համար կաղոթես։ Ու վերջը գսե չեր գտնվեր։ Ինչ կնշանակի չեր գտնվեր։ Քանզի Աստված արավ զանիգա, այսինքն չի մեռավ։ Ենովքը միակ մարդն է, որ չի մեռ, միակը չսեմ, Եղյանալ չի մեռավ։ Չի մեռավ, Աստված իրեն երկինք տարավ։ Աստված իրեն փոխեց, աչափ Աստծո հետ կքալեր, աչափ Աստծո բնավորությունը իրեն մեջ եղավ, որ Աստվածը սա մեռնելու մեջ չունի, սա դե երկու երկինք վերջացավ քու ժամանակը։ Եվ երկինք գնաց։
365 ինչ որն է։ Ուրեմն իր լարված աշխատանքի մեջ ջենով կանստասան կպահպաներ Աստծո հետ հաղորդակցությունը, որքան մեծ ու դժվար էին անոր աշխատանքները, այնքան ավելի հաստատուն եւ անգեղծ էին անոր աղոթքները։ Ոչ չափ դժվար է կյանքը, աճապ անգեղծ է աղոթքը, չիդագ է ասիգա։ Մարդկանց մեջ որոշ ժամանակ անցնելն հետո անոնց օգուտին համար աշխատելով, անոնց սորվեցնելով եւ օրինակ ծառայելով, անգ հեռանար իր միայնության մեջ ժամանակ անցնելու, կարողելով եւ ցկտելով այն աստվածային գիտելիքին, որը միայն Աստված կնա տալ։ Ինչու գաղոթեր։ Կուզեր Աստծո գիտելիք ունենա։ Գիտնա Սուրբ Գիրքը փանասկուն է, կարդաց արել, նայ որ ինչ կրնամ ասկե սորվիլ։ Ես ինչ կրնամ սորվիլ, ոչ թե որ բարդագանություն է Սուրբ Գիրք կարդալը, աման չգարտամ է Աստված ինձ չեք մարկ պինե։ Չհայլ սիրտս փափակելով գուզեմ նայեմ ինչ կա այսօր մեջը, ինձ ինչ պիտի ասե այսօր Աստված, ինչ հույս պիտի դա, ինչ մխիթարություն պիտի դա, աս հոգիով պետք է գարտամ Աստվածաշունչը։ Այսպես հաղորդակցվել Աստծո հետ յենով ավելի գարդացել էր աստվածային պատկերը, նույնիսկ ամփարիչները գհյանային անոր նայելով երիքի թրոշում ադացոլող երեսին։ Երեսեն նույնիսկ քիչ վերջը պիտի նայենք, որ ուրիշ ով ասես գաղոթեր։ Աստված չի պահանջել, որ մենք ապրենք ճգնավորներու կամ վանագանի պես, միևնույն մեգուսացած երգիրեն, աշխարհեն, որ երկրային ոչ մեկ օգուտ չունենանք։ Ինչպես յենովքը մենք նույնպես կրնանք արդյունավետ դալան եւ քիդակցից շրջապատի գարիկներուն, բայց միայն Աստծո հետ անդադ հաղորդակցության եւ անոր հետ ամուր հարաբերությունները պահպանելու միջոցով այսինքն Աստված կրնա արտացոլել իր զարմանարար բնավորությունը մեր միջոցով։ Երբ որ Աստծո հետ հարաբերությունից այնալ իր բնավորությունը քո մեջ դուք այնադեն գնաց դիմացին օգտակար լալ։ Բայց երբ բարձրացային գաղոթենք, ըլա շշուկով թե մեր սովորական տոնով ենթակիդակցորեն մեզ գիշեսն որ Աստված իրական է եւ որ Աստված կլսե եւ որ մենք ունենք կոնկրետ բանը, որի մասին կուզենք անոր հետ խոսել, երբ որ բարձրացան գաղոթես։ Հիմա կանք Մովսեսին, երրորդ անձնապիտի սրտենք, Մովսես Աստվածավախ առաջնորդը Մովսես հետաքրքիր հարաբերություն Աստծո հետ, բազմաթիվ զրույցներ ուներ Աստծո հետ, երբ Մովսեսի հետ մենք ճամփորդենք այս համեստ առաջնորդին կյանքի վերելքները, վայրեջները, կտեսնանք, որ անոր կյանքի ամենակարևոր մասը եւ որպես Աստվածավախ առաջնորդ անոր հաջողության քաղտնիքը, անոր անընդմեջ հաղորդակցություն էր Աստծո հետ ամուր հարաբերությունների մեջ։ Միշտ կխոսեր Մովսես Աստծո հետ։ Կարդանք Ելից 33:15-23 համարները։ Եվ Մովսես ըսավ անոր. Եթե քու ներկայությունդ մեզի հետ չէր տա, մեզ այստեղեն մի հաներ, քանզի ինչով պիտի կիծվի թե ես ու քու ժողովուրդդ քու առջևդ շնորհք կտան։ Եթե ոչ քու մեզի հետ երկալովդ, այսպես ես ու քու ժողովուրդդ երկրի երեսին վրա եղած բոլոր ժողովուրդներեն պիտի զատվինք։ Տերը ըսավ Մովսեսին. այս բանն ալ պիտի ընեմ, որդուն ըսիր, բացնզի իմ առջևս շնորհք կդար, ու ես քեզ անունովդ կճանչնամ։ Մովսես ըսավ. գաղաչեմ, քու փառքը ցուցուր ինձի։ Տերը ըսավ. իմ բոլոր հարությունս քու առջևդ պիտի անցնեմ, ու դերոջը անունը քու առջևդ պիտի գանչեմ, եւ որու որ պիտի ողորմիմ ու որու վրա որ պիտի քթամ ու ավելցուց տուն իմ երեսս չես կրնար տեսնել, բացնզի մարդ չի կրնար զիս տեսնել ու ապրի։ Եվ Տերը ըսավ. ահա քո վստեղ մգա ու ժայռին վրա գայնե, եւ երբ իմ փառքս անցնելու ըլլա, քեզ ժայռին օրովչին մեջ տնեմ ու քեզ իմ ցերկովս ծածկեմ, մինչև որ ես անցնեմ։ Ետքը իմ ցերկս պիտի վերցնեմ ու իմ ետևես պիտի տեսնես, բայց իմ երեսս պիտի չտեսնվի։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն Աստված
Մովսես աչափ մտերիմ էր Աստծո հետ, որ Աստծո գսե, եթե դու մեզի հետ չի կաս, եթե քու ներկայությունը այս ժողովրդի հետ չի կա, մենք աստեղեն չենք երթար։ Ինքը Աստծո գսե ինչ պիտի։ Ուրեմն Աստվածը ինչու համար գսե, քանի որ եթե դու չի կաս, գսե ինչպես ժողովուրդը պիտի գիտնան, որ դու ես մեր Աստվածը։ Աստծո գհուսար։ Աստվածը ասավ լավ, իմ արսևը շնորհք կդար, ես քեզի քու անունովդ կճանչնամ։ Yani Մովսեսը ասես գիտե որ Աստված որ մեկ Մովսեսն է։ Երեսավին բոլոր փարոջունս քու արչեվդ պիտի անցնեմ ու Տերոջը անունը քու արչեվդ պիտի գանչեմ, որը որ կտամ պիտի կտամ, որով գողորմ ինչ կնշանակի գողորմիմ։ Կնշանակի որ Աստված արդյոք մարդկա գսե քեզի այո, քեզի ոչ։ No, ուզեցել որ եթե ես քեզի պիտի ողորմիմ, հեյ ովևէ մեկը չի գնար ինձի արգելքը լավ որ ես քեզի ողորմիմ, կամ ես քեզի պիտի կտամ, ովևէ մեկը արգելք չի գնար լավ որ ես քեզի կտամ։ Ես ադիգա գնամ պիտի անեմ։ Վերջի գսե երեսս չես կնադեսնել, բայց յետևես պիտի նայես քեզի ձեբին մեջը, խորոչին մեջը պիտի բահեմ, քանի որ երեսս տեսնաս թե գնաս մեռնել։ Ուրիշ տեղ մգա որ բայց գսե դու գսե իմ Ձարաս Մովսեսի ցեզի հետ կխոսիմ գսե, բայց իմ Ձարաս Մովսեսի հետ երես կխոսիմ։ Գիշե 40 օր երբ որ ելավ, իջավ երեսը գփայլեր։ Ինչու գփայլեր։ Եվ քողմը թրին արջևը, քանի որ երեսեն ճարակայտ արևու պես կփայլեր։ Փայլուն էր երեսը։ Քանի որ Աստծո հետ հարաբերություն ունեցած էր։ Աստծո բնավորությունն շնորհքեն իրեն վրան է եկած էր։ Բայց ժողովուրդը գվախնար Աստծո հետ խոսելու, Մովսեսին գսեին, «Դու խոսիր Աստծո հետ եւ մեզի էսե»։ Յադոր համար ավելի շատ կխոսեր ինքը ժողովրդին համար, բարեխոսելու համար։ Ուրիշ տեղ մնագա, որ իրեն ընտանիքին համար կմիշնորթե։ Գիտեք ինչ կլա, երբ որ մեկը առաջ կերտա, նախանց կլա, մեկը հաջողություն ունենա, քովեն կնախանցին, չես գիտեր ինչու կնախանցին։ Եվ շատ հերուները չեն նախանցիր, ով կնախանցի, ընտանիքին անդամները երբեմն մոդիկ բարեկամ եկա, անոնք գիտեն, օդարաբի չի նախանցի։ Եվ հոսան Մովսեսին քույրը եւ եղբայրը սկսան իրեն հագարակ խոսելու։ Ինչու համար միայն Մովսես պետք է լա, ինչու միայն թուն պետք է խոսիս Աստծո հետ։ Այս ամեն համաներուն մեջը գրված է 32 գլուխը, եթե գարտակ, կգարտակ ելից, կտեսնակ։ Ուրեմն Աստված Աստծո քեֆին չի գավադիգա։ Փորոդությունով զարգավ Մայրամին։ Մայրամը քույրը փորոդ եղավ, ամիջապես փորոդեցավ, հիվանդացավ։ Մովսես չսավ որ քեզի դեղն է, ինչու համար ուզեր գորի մաթորս անել, չսավ անանք։ Ամիջապես սավ օ դեր Աստված, կխնդրեմ փուժե քույրս։ Աչափ միայն, փուժե քույրս եւ Աստվածը սավ որ եթե հայրը իրեն աղջկան երեսը թքե, ասենք թե սխալ մարավ, 7 օրը սավ քոնե ад աղջիկը ամոթով չի մնար, 7 օրը նսավ կփուժվի։ Մայրամ եւ աղոթեց Մովսես Մայրամին համար եւ փուժվեցավ։ Մովսես անորված վերապերմունք եւ նախանցը իր վրա չարավ, հեշտությամբ կրնար ետ կայնել թողնել Աստված բաժե Մայրամին եւ Ահարոնին։ Ահարոնին չրավ, Ահարոնին տեսան որ Մովսեսը ուշացավ, ասի որ աստեղը մեզի որ հորտ մշինե։ Ելի մեզի Աստվածներ շինե որովհետեւ մեր արժևեն երթան։ Եվ լավ հորտ շինել դվավ։ Անոնց ասա որ ձեր աղջիկներուն եղած ոսկի օղերը հանեցեք, ինձի բերեք։ Անոնք ալ օղերը հանեցին։ Հիմա շատերը գսիր են օղերը, չես գիտեր որ օղերը ինչու համար են։ Սուփիրը գարտասն է քեզի կսորվեցնե։ Ու հորտ մշինեց սավով Իսրայել, ասոնք են քո աստվածները, որոնք քեզ Եգիպտոս եկեն հանեցին։ Ասիկա ինչ է, Աստծո ապտակ զարնել է։ Ասան կլա մարդ աբերախտ, աշխապ։ Հիմա մենք ասի օրինակ է մեզ համար, մենք ալ երբեմն նույն աբերախտության մեջ գինանք։ Կխորինք որ մենք մեր ուժով ըրինք։ Մովսեսի գսե ես տեսա ժողովուրդը եւ ահա այս խստաբար ժողովուրդ մնե։ Խիստ բանություն է, այսինքն համառ է, չի գոդրվիր։ Ինատ, համառ, այո։
Ուրեմն Չարչյան համար հիմա ինչ Մովսես ինչ կնե ով դեր ինչու քո փարգություն փորփոքի քո ժողովրդիդ վրա որ Եգիպտոսի եկեն հանեցիր մեր զորությունով ու զորավոր ցերկով ինչու համար Եգիպտացիք խոսին ուսեն թե Չարչյան համար հանեց զանոնք որբեսի լերներուն մեծ մերցնե ու զանոնք երեսեն փչացնե Դարձիր քո սաստիկ փարգութեն եւ թաթարը այս ճարիքը քո ժողովրդիդ վրա բերել է Ուրեմն նորեն կփարե խոսի այս չար ժողովրդին համար նորեն կփարե խոսի Եվ դերը զղջաց այն ճարիքին համար որ ըսել է որ թե ժողովրդին բիդյանե Տեսնակ մեր աղոթքը տարբերություն կնե թիմացին համար մեր զավակներն են մեր բարեկամներն են նեղության մեջ են սխալի մեջ են մեզի անհանգիստ կնեն իրենց համար աղոթեցեք Հիսուս ագսե մի անիծեք աղոթեցեք ձեր ճշտամերն համար նույնիսկ աղոթեցեք մի անիծեք որովհետեւ անոնք ապրգվին ինչու գործվին Ուրեմն Մովսես փանակ մոդենավ հորթը ու բար փռնողները դեսածին բես փարգությունը փորփոքեցավ Տախտակները ցերքեն նետեց գոդրեց Ինչ քեշ եղավ անիգա Մահարոնիսավ այս ժողովուրդը ինչ երավ քեզի որ անոնց վրա այսչափ մեծ մեղք փերիր Ինչ են ստիպեցին մը հա ասին որորե Անիագս էտունչես գիտեր այս ժողովուրդը չարին հագամետ է հա Մենք աչարին հագամետ ենք, չարը շուտ կնենք Ու վերջը ըսե Մովսեսը սավ ով որ դերոջը գոմն է թող ինձի կա Եվ ժողովրդեն մասմը իրեն գոմը եկան, հավաքվեցան Եվ վերջը ամեն մարդ իր սուրը թող իր մեջ կտներ պանագին մեջ կտրներ թուր անցնի և թարնա ամեն մարդ իր եղբայրը Ամեն մարդ իր ընկերը և ամեն մարդ իր թրացին մերցն է On over հորթին բաներին բաշտեցին over հորթը բաշտեց եւ իրեն գոմը չեկավ չէ որ ասավ իմ գոմս եկեք ան over իրեն գոմը չեկավ անոնց մերցնել դվավ այն օրը 3000 մարդու չափ ինգան հետագայում ասա դուք մեծ մեղ կործեցիք եւ իմ ադերոջը պիտի ելնեմ թերևս քավություն ստանամ ձեր մեղքին համար Բայց հիմա գսե եթե անոնց մեղքերը բիդներես ները եթե ոչ կաղաչ եմ ավրեզ իսկու քրած քիրքետ Մովսեսը ժողովրդին համար ինքսինքը զոհելու բան եղավ հոժարեցավ Եթե հեսավա ժողովրդին մեղքը չներես որ քու փոխարենը ոսկի հորթը կբաշտեն Եթե չներես ինձիալ իմ անունս կենաց քիրքեն չնչե Երբ որ մենք հավատացել ենք կենաց քիրքին մեջ իր անունը գրված է քիշեք Հիսուսը սա որ 70 աշակերտները կացին Եդիական ասի որ օ թևերը գելնեին որ մեր աղոթելով կամ մեր ասելով Հիսուսը սա որ մի ուրախացեք որ թևերը գելնեին ուրախացեք որ ձեր անունները կենաց քիրքին մեջ գրված են Մենք միշտ ուրախանալու պատճառ ունենք որ մեր անունները կենաց քիրքին մեջ գրված են Եթե քո անունը կենաց քիրքին մեջ գրված չէ աղոթե Տեր Հիսուսը քեզի կհասնվեմ Իմ սիրտս քեզի գուտամ Եգուր մաքրե սրբել լվա ինձի Իմ կյանքից մեջ եգուր որպեսզի իմ անունը կենաց քիրքին մեջ գրված լա Աբաշխարությունով այո շնորհակալ եմ Եվ դեր ասավ ով որ ինձի թեմ մեղան չէ Զանիգա իմ քիրքես պիտի ավրեմ Զանիգա ուստի հիմա քնա ժողովուրդ այնտեղը դար որ քեզի էսի Եվ ահա իմ հրեշտակս քո արչեվետ պիտի երթա Չէ որ ասավ առանց քեզի դեղը չեմ ուզել երթալ Ասված իրեն հրեշտակը ղրգես որպեսի Մովսեսի արչևեն երթա Դերը զարգավ ժողովուրդը Ահարոն ցուցածորդը շնելու համար Բայց մեղավորը իր բադիժը կգրե Քայր ասված արդար է Ելից 32, 31, 32 Ես կարդացի գալցեմ ադիգա Մեջը մդավ Ուրեմն Մենք շատ բան կրնանք սորվին Մովսեսի կյանքեր, երբ խոսքը կվերապերվի աղոթքին եւ Աստծո հանդեպ անսասան հավատքին։ Առաջին Մովսես խորաբես կսիրե Աստված եւ հստակ պատկերացում ունի անոր բնավորության մասին։ Գիտե ով է Աստված։ Անոր համար կարևոր է Սուրբ Գիրքով գիտնանք ով է մեր Աստվածը։ Աստված այսպես նկարագրեցին. Ես եմ Տեր Աստվածը ողորմած, քթած, համբերադար, առատ ողորմությամբ եւ ճշմարտությամբ։ Աս է մեր Աստվածը։
այս ասվածն է, որ մենք կբաշխենք։ Երկրորդ, Մովսեսը համարձակ եւ հավատարիմ էր, քանի որ գարչած էր Աստծո աբեդյաց երկիր դանող հոգնեցուցիչ ճամփորդության վերեկներու եւ վայրեջներու միջով։ Թե Մովսեսը գպայքարի բոլորին նման անգվաստայ Աստծո զորությանը, ներգայությանը եւ առաշտությանը իր սեփական կյանքին մեջ։ Երրորդ, Մովսեսը Աստծո հիշեցնե անոր ուխտին մասին։ Աստված մեզի ուխտ տված է, այդ ուխտը գնանք հիշեցնել իրեն, երբ որ գաղութենք, եւ կբահանչի, որ Աստված իր խոստումները ժողովրդին անեն ընե, եւ կհիշե Աստծո առաջնորդությունը անցյալին մեջ։ Եվ չորրորդ, Մովսեսը կընդունե Աստծո պատասխանները իր աղոթներուն համար անգախ անգե թե անոնք այո են թե ոչ, օրինակ իր կյանքին համար։ Աստծո հետ սերտ հարաբերության մեջ ըլլալը ինքնաբերաբար չի նշանակել, որ միշտ կստանանք այն, ինչ կցանկանք։ Բայց այնուամենայնիվ մենք պետք է աղոթենք համառությամբ։ Մենք պետք է աղոթենք Աստված իրեն կամքին համաձայն մեզի կպատասխանե։ Հիմա ով ունի քու բարեխոսական աղոթքիդ կարիքը, հարցը հոսե։ Քու բարեխոսական աղոթքիդ կարիքը ով ունի եւ ինչը կխանգարե որ դու աղոթես անոր համար։ Ո՞ր մեկ բան պետք է մեզի խանգարե որ մենք մեր աղոթենք մեր զավակներուն համար, մեր հիվանդներուն համար, նեղյալներուն համար, դառաբե մեր երկրին համար, մեր պրեզիդենտին համար, պատերազմին համար, հատկապես որ մենք Աստծո պաշտպանության մեջ ենք, մեր անունները գենաց քրկին մեջ գրվին, իրեն կանոններուն հետևենք, Տեր Հիսուսը սիրենք եւ անոր վկայությունը պահենք։ Ի վերջո մենք պետք է աղոթենք, քանի որ այնքան շատ կսիրենք Աստծո եւ բարձրապես չենք կնար անոր հետ չգիսվիլ մեր կյանքին մեջ տեղի ունեցող ամեն ինչով, մեր ուրախությունները, մեր հաղթանակները, մեր անհանգստությունները, մեր խնդրվածքները եւ ամենօրյա գարիքները։ Մենք կրնանք այնքան մոտ լալ Աստծո, որ ցանկացած անսպասելի փորձյան ժամանակ մեր միտքերը անոր թիմեն այնքան բնական, ինչպես ծաղիկը կշրջվի դեպի արևը։ Ձեր ցանկությունները, ուրախությունները, վիշտերը, հոգսերը ու վախերը դրեք Աստծո առջև։ Դուք չեք կդար անոր ձանապերնել։ Դուք չեք կդար անոր հոգնեցնել։ Ան ով կհաշվե ձեր քխուն մազերը անդարբեր չէ ձեր զավակներուն, գարիկներուն համար։ Անոր սիրտը, սիրող սիրտը հուզված է մեր վիշտերով եւ նույնիսկ անոնց մասին մեր խոսքերով։ Անոր ներկայացեք, Աստծո ներկայացեք ամեն բան, ինչը կանանք ստացնե ձեր միտքը։ Ոչ մեկ բան չափազանց մեծ չէ, որ ան չկարողանա գրել, քանի որ ան կբահե աշխարհներ իր ցերքին մեջ։ Ան կգարավարե դիեզերքը, բոլոր գործերը։ Ոչ մեկ բան, ինչը որևէ կերպ կվերապերի մեր խաղաղությանը, չափազանց փոքր չէ, որ անիկա չնկատե։ Ուրեմն ձեզ կշնորհավորեմ մայրեր օրը եւ կխնդրեմ եւ գամ մարտահրավեր կնետեմ մայրերուն, որ չհոգնենք աղոթելու մեր զավակներուն, մեր ամուսիններուն, մեր ընտանիքներուն, մեր գարիկներուն համար, քանի որ մեր Տերը սիրող, քթած, ողորմած եւ համբերատար Աստված է մեզի համար։ Մինչեւ Տեր օրհնե ձեզի մինչեւ հաջորդ հանդիպում։